ցեղասպանության ճանաչման հարցը, ինչ-որ վարչապետը այսօրվա իր ուղերձում ասաց, եւ սա շատ կարեւոր է արձանագրել։ Մյուս երկրների եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հարց է եղել, որ պատկերացնեք, հա, Թուրքիայի նկատմամբ որևէ քաղաքական լծակ, որևէ իրենց ցանկալի գործողություն կատարելու համար։ Կան երկրներ, որոնք տարիներ, տասնամյակների վեր այդ երկրները հայտնի են, այստեղ ես իրենց անունները չեմ տա, բայց կարակ բանանեք, հետազոտեք եւ նայեք, տասնամյակներ շարունակ ասել են, որ եթե այ հեսա կճանաչենք, տես ցեղասպանություն, բայց դա ոչ թե մեզ են ասել հեսա կճանաչենք, այլ Թուրքիայի դեմ գործիքայնացրել են մեր ողբերգությունը։ Հիմա մեր ասածը ի՞նչն է այս պատմության մեջ, երբ որ մենք ասում ենք, որ մեր առաջնահերթությունը չի, մենք ասում ենք, որ մենք չենք պատրաստվում գործիք ծառայել որևէ մեկի դեմ, որևէ մեկի համար, ընդ որում սա վերաբերում է բոլորին։ Եթե սա կսփոփի մեր հակաիշխանական դիտողներին, եթե այդպիսի կան, մենք չենք թույլ տալու, օրինակ, որ մեզ գործիք դարձնեն Ռուսաստանի դեմ։ Եվ մենք թույլ չենք տալու, որ մեզ գործիք դարձնեն Թուրքիայի ընդհանրապես Հայաստան գործիքը չէ որևէ ուրիշ երկրի, Հայաստանը ինքնաբավ երկիր է։ Եվ սա կարևոր ֆունդամենտալ հանգրվան, որին մենք հասել ենք։ Մինչդեռ օրինակ մեր գործընկերները, ես ուզում եմ սրա վրա էլ ուշադրություն դարձնեմ, իրենք ինչ են ասում, տեսեք մենք 30 տարի ցեղասպանություն դրել ենք Հայաստան քաղաքական առաջնահերթություններում, մի 30-40 երկիր ճանաչել է եւ ահա մեր արտաքին քաղաքական նվաճումը։ Հիմա մենք ձեզ առաջարկում ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը նույնպես դրվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ 40 տարի հետո մենք ունենանք մի արդյունք, որ մի 40 երկիր էլ դա ճանաչած կլինի։ Եվ ինչ Հայաստանին դրանից ինչ որ մեկը կարա ինձ նկարագրի Հայաստանը ինչ է ստացել նրանից, որ 30 երկիր ճանաչել են հայոց ցեղասպանությունը։